Բարելույս Հայաստան, բարելույս հայ ազգ։ Ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ամեն ինչ տեսել էի, բայց որ երկրի վարչապետը թզբեղ քաշող է եւ դա անում է կամերաների տակ, դա ինձ համար իրոք սենսացիա էր, քանի որ երկրի ղեկավարը իմ գաղափարով պետք է այլ կերպ իրեն պահի։ Որպեսզի չասեն լկտի սուտա, խնդրեմ այս տեսա հոլովակը, ուշադրությունը դարձրեք ձեռքերին։ Դուք ընդունում եք, որ ձեր ժամանակ եղել է ուժեղ կոռուպցիա, պարոն Քոչարյան։ Այսօր չկա կոռուպցիա։ Չէ, այսօր տես կոռուպցիա չկա։ Փու լուրջ։ Լուրջ։ Դուք հավատում եք դրան։ Այո։ Այդքան միամիտ եք։ Այո։ Հիմա ձեզ որտեղից դուք եկաք նախագահ, դուք միլիոնատեր չէիք, պարոն Քոչարյան, երբ որ ավարտեցիք եւ դուք արդեն միլիոնատեր եք, ձեր տղան միլիոնատեր է։ Ձեզ որտեղից այդ գումարները։ Ես ավարտելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել են միլիոնավոր դոլարներ։ Այդ վարույթը այսօր դատարանում է։ Մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր։ Ամեն մի ցենտի համար։ Ասում եմ, մի բան եմ ուզում եմ հասնել, ճոպանողը կապված բան կա։ Որ էդ էիք խոսում։ Հա։ Ասում ենք ինվեստոր գտնենք։ Հա, ստացվում է։ Դե հիմա խորհրդային միության ժամանակ եղած նախագիծը կբարձրացնի մարզպետը, տեսնենք ինչ է նախատեսված եղել։ Ներդրումային փաթեթ գործենք պատրաստենք ներդրողներին առաջարկի։ Դա պետական կամ համայնքային ֆինանսավորումով չի։ Դի նորը սարքվի, թե այդ եղածի վրա։ Հայքայված է ասում է մարզպետը, որ այսքան տարի մնացել է դա։ Դե արու մի ասա, որ համապատասխան տեղի վայրին է պատրաստվում Նիկոլ Փաշինյանը, հիշում է իրեն անցյալը եւ երևի մեծ նոստալգիա է ապրում։ Իսկ ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր ընտրեցին Նիկոլ Փաշինյանին եւ որտեղ որ կառավարությունը ընտրակաշառքներ տվեց, ավելացնելով թոշակները 10,000 դրամով, գյուղացիներին մեծ խոստումներ տալով, խնդրեմ տեսնենք մեր հայրենակիցների արձագանքը ընտրություններից հետո։ Խնդրեմ տեսա հոլովակը։ Ռուսական քաղաքականության մասին ինչ եք մտածում։ Ռուսը չլի ով են սրանք։ Այս որ վերենգած է ռսի դեմ, այսա որ գազը սարկեց 600-700 դոլար, ինչ տի անեն, այս հելա ամառա սսկված են, վերենգած են տեղները, բայց որ այսա բան եղավ, ձմերն եկավ, գազը չտվեց, կարող է համի գազը տա, հենց այս ձևի շարունակվեց, ձմերվա մոտ արդեն կթանգացնի, և վաղթի ինչ տի անեն, երեկ ես իմ սաղ ծանոտներին, ընգերներին, բոլորին կոչ եմ արը, համիգմանից Փեդի զակատով գարեք, որտեղ գազ չի լելու։ Կամ բդիլի ենքան թանքտիլի, որ չբդի կարենակ, տակից դուզ գակ։ Քանի է դա ավելի ավադանալու։ Այդ ամեջը բոլորն էտել եմ դուք ելեք դելու, պարտադիրավորնակ իշխոն այդ քաղաքացի ասի այդ հանգացման մասին կամ իշխոն բանի մասին։ Հերոստացուցը մատը հայտում է, փող չունեք, ունեք կարակ, ուտեք խոտք ելեք։ Ի ասած մեր ղեկավարի ասած չի։ Օրենքի դիկտատուրա։ Այս ազգին պետք է ճիպոտով դաստիարակես։ Այս ազգին ճիպոտով պետք է դաստիարակես։ Բոլոր գյուղացիները շատ դժգոհ են, որտեղ մթերքը մնացել է, մեր վարչապետը խոստանում է, որ այդ մթերքը Եվրոպա է գնալու, Ֆրանսիա ընդես ծիրանի կարոտ ենք զգալու, կարոտ պահանջենք, ծիրան ուզենք ստե, բայց ծիրանը նեղում է, դեղցը հասնում է, տարող չկա, որ ֆուրնել մի ուշացումով Վրաստանը ձգձգում է, հասնում է տեղ փչացած, մի հատ երկու հատ ֆուր, ժողովուրդը ծաղիկից բռնած, ջերմոցներից բռնած, ամեն ինչից բռնած հերն անիծվել է, գյուղացու հերն անիծվել է, գյուղացին ձայն է տվել, բայց հերն անիծվել է այսօրվա դրությամբ գյուղացու, վարկերի տակ ճռռում են, պարտքերի տակ ճռռում են, ստից ֆոնդոլա Ռասիա ինչա, խոսք է տվել, թե գումար ենք փոխանցում գյուղացիներին հատուցելու համար, բերքի համար, բայց ոչ մի մարդ հələ մի կոպեկ բան չի ստացել ու չի էլ ստանա, հավատ չկա։ Համանքապետարանները դե պետք է ստանան, որ ժողովրդին բան անեն, ոչ մի ձայն չկա, ուրեմն չեն ստացել, չգիտենք։ Ես թոշակառու մարդ եմ, թոշակովս հազիվ յոլա եմ եթում, 36-ը դարձրին 46, էլի չի հերիքում,
կոմունալը տալիս եմ, հաց չեմ ուտում, հաց եմ ուտում, կոմունալ չեմ տալի, էտա։ Իսկ ինչ եք առաջարկում իշխանությունները, ինչ պետք է անեն։ Իշխանությունները Նիկոլ Փաշինյանը եթե լսում է իմ խոսքերը, ես ասեմ ինչ պիտի անի։ Պարոն Փաշինյան, եթե ուզում եք, որ ամեն ինչը նորմալ լինի, պահպանեք ժողովրդին։ Ժողովրդից է դուրս գալի բանակը, սահմանպահողը, աշխատողը։ Եթե ժողովուրդը գաղթեց Հայաստանից, փախավ Հայաստանից, Հայաստանը կմնա թշնամու լծի տակ։ Պարոն Փաշինյան, ես Մարիամ Գիշյան եմ, ապրում եմ Բյուզան փողոց 105 տանը, որի սեփականատերը ես պիտի լինեմ, ոչ թե ինչ-որ ադրբեջանցի, որը 17 թվին առելա դոկումենտ, պասպորտ առե հայկական, սեփականության կեղծ վկայական առե, եմ եկելա մեզ սպառնում եմ, որ տունը բլիվ բրեկներս։ Դրա դեմն առ, պարոն Փաշինյան, եթե դու այդ բոլորի դեմն առնես ու ես ճանաչվեմ իմ տան սեփականատերը, Բյուզան 105 տան սեփականատերը, դու կմնաս հավերժ վարչապետ, հակառակ դեպքում դու էլ չես մնա վարչապետ։ Պարոն Փաշինյան, ուշադիր լսի ինչ եմ ասում, ես քեզ խնդրում եմ ուղակի, ես քեզ ընտրել եմ որպես վարչապետ նրա համար, որ դու մեր ցավին դարման անես, ոչ թե ցավին ցավ ավելացնես։ Տավարի մսի գինը տևական ժամանակ է ռեկորդային տեմպերով աճում է։ Նախկինում 1 կիլոգրամի գինը 3700 դրամ էր, այժմ նվազագույնը 4200 դրամ է։ Ըստ մսավաճառների տավարի մսի գնի թռիչքային աճը տրամաբանական է, կապված է գլխաքանակի նվազման հետ։ Գյուղացիները անասնապահությամբ քիչ են զբաղվում, մսի դեֆիցիտ է ձևավորվում։ Դե պահելը թանկացել ամեն ինչը, խոտը, սաղ ամեն ինչը թանկացել է դրա։ Նիկոլ Փաշինյանը չէր որ դեկտեմբերի 4-ին ազգային ժողովում հայտարարեց, եթե Ղարաբաղը չտայինք, Հայաստան չէր լինի։ Արա դու ես տվել։ Արա բա մինչև հիմա ասում են Ռուսաստանն են տվել։ Տեսակ ինքներդ։ Սիրելի բարեկամներ, ուրեմն նախանցյալ հաղորդաշարի ժամանակ ես խոսացի ձկնաբույծերի խնդիրների վերաբերյալ, որտեղ որ ցույց տվեցի ամենախոշոր ձկնաբուծության ֆերման, որտեղ որ ինչ խնդիրների հետ են առնչվել։ Դրա հետևից ինձ ուղարկեցին մի տեսահոլովակ, որտեղ որ մյուս ֆերմաները նույն աղետալի վիճակի մեջ են։ Խնդրեմ, տեսեք այս տեսահոլովակը։ Ռուսաստան ձկան արտահանման սահմանափակումների հետևանքով հայ ձկնաբույծները հայտնվել են ծանր ֆինանսական իրավիճակում։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով վաճառքը գրեթե ամբողջությամբ դադարել է, իսկ միլիոնավոր դրամների ամենօրյա ծախսերի գումարը շարունակում է կուտակվել։ Մեր մոտավոր ամեն օրվա ծախսը կազմում է մոտավորապես 2-ից 2.5 միլիոն դրամ։ Իսկ երբ որ մենք ընդհանրապես բառից բուն իմաստով ոչ մի դրամի վաճառք չունենք իրականացնում, ոչ կարողանում ենք ձկանկերի գումարները վճարել, ոչ կարողանում ենք հոսանքի գումարները վճարել, ոչ կարողանում ենք ընթացիկ վարկերը սպասարկել։ Ձկի արտադրությամբ զբաղվող Ռազմիկ Թաթևոսյանը նշում է, այս պահին լողավազաններում 200 տոննա ձուկ ունի, չգիտի ինչպես իրացնել։ Տեսնում եք ինքներդ աղետալի վիճակ, իսկ այդ ժամանակ ես չէի անվանի սա հումոր, լինում է կառավարության նիստ, եւ դուք տեսեք, թե այս մարդիկ, ովքեր ծաղրում էին մի քանի քաղաքական գործիչների, որ երկու բառ իրար հետևից չեն կարող կապել, ապա իրենք ինչպես են խոսում։ Կառավարությունը Հայաստանից Հանրապետության, խնդրեմ։ Կենթանի ձկի մասին խոսքը չէ։ Սառեցրած ձուկ, վերամշակված ձուկ եւ ձկնամթերք։ Իսկ կենթանի ձուկ այդ թվում թե սառեցվածն է գնում, որովհետև ըստ էության դա համարվում է, այսպես ասած, ձուկ եւ իրանց նկատի ունեմ այդ ձուկ ասելով իրանք նկատի ունեն սառեցրածը, որ Да что ты, черт побери, такое несешь? Տեսակ ինքներդ ձուկ եւ հենել ասում է ռուսները հասկանում են ձուկը դա սառեցրած ձուկ։ Այ քեզ հիանալի միտք։ Հիմա սիրելի բարեկամներ, դուք երևի շատ անգամ լսել եք իմ կողմից, որ ես դեմ եմ եղել ջհուդական բոլշևիկներին։ Ես դեմ եմ եղել եւ Հայաստանի Հանրապետության ճակատագրի մեջ եւ
Հայաստանի Հանրապետության ապագա զարգացման մեջ չարաբաստիկ դեր խաղացել են ջհուդ բոլշևիկները։ Իսկ ոնց են նրանք համագործակցել դաշնակների հետ, ոնց են համագործակցել քեմալիստների հետ, խնդրեմ այս տեսահոլովակը պատմաբանների կողմից, խնդրեմ։ Вы хотите сказать, что Энвер Паша еще заранее уже был с российской разведкой связан и поэтому потом использовался большевиками? Совершенно верно. Ленинградские ученые, тюркологи, наши коллеги, они, в общем-то, на основе документальных данных показали, что где-то с 1909 года Энвер Паша находился на контакте с российским посольством, с царской военной разведкой. Но в чем позитивный опыт? Складывался парадокс именно в том, что большевики пошли на поддержку движения Мустафы Кемаля. Это очень тоже любопытная история. Она, к сожалению, не прописана полностью в историографии, хотя масса публикаций. Причины простые. Я вот, например, бывал в Турции, много общался с представителями МИД, турецкими историками и просил, чтобы они организовали допуск к каким-то фондам архива Ататюрка. К сожалению, он закрыт и для турок даже. Только какие-то эпизоды раскрыты. Да и у нас, кстати говоря, не все эпизоды советского периода, 20-х годов, открыты, доступны для современных исследователей. И вот много монографий, много статей, но, в общем-то, там повторяются одни и те же сюжеты. Но смысл очень был простой. Дело в том, что в годы Первой мировой войны в российском плену оказалось очень много турок. Потом этих турок военнопленных мобилизовали какие-то революционные бригады, послали их в Азербайджан. Они составляли костяк так называемой исламской армии. Кстати говоря, вот по отношению к исламской армии, Нури Паши тоже в Азербайджане предвзятое мнение. Они считают его национальной армией, а я считаю, что это большевистская была армия. Они, в общем, помогли провести, вступили в контакт с большевиками, были на связи с Ататюрком, и, в общем-то, было достигнуто компромиссное соглашение. Турки, интернационалисты, как скажем так, с опорой на тех офицеров царской армии, которые вступили в контакт с большевиками, в общем, без единого выстрела сдали Баку большевикам. И там была договоренность, поскольку это была единственная первая страна на Закавказье, которая была советизирована, стала единомышленником большевиков, и они вступили в контакт с Ататюрком. Ататюрк потребовал взамен компенсировать свою услугу по Баку помощью для борьбы против английских империалистов и англо-греческих интервенций, которые были. Мы оказали эту помощь, действительно очень много и золота, и оружия, и военачальников посылали, и оказывали соответствующую дипломатическую поддержку. И вообще роль Советской России в становлении республики, вот в 23 году, как Турция появилась, огромная. Вы знаете, в Анкаре есть, в Стамбуле есть памятник, где даже наши военачальники увековечены рядом с Ататюрком. Они не обозначены, но их физически они узнаются. То есть наше сотрудничество это продолжалось. В чем смысл этого сотрудничества? Здесь тоже загадка. Почему? Потому что в это время господствовала так называемая теория Троцкого. Мы, вопреки всем догмам марксизма, заявляли, что можно провести советизацию Турции. Если только Ататюрк пойдет на советизацию Турции, мы готовы организовать ему помощь и восстановить влияние бывшей Османской империи в пределах ее прежней границы. То есть Баку, опорный пункт, Анкара, Ататюрк. И дальше Ататюрк начинает проводить освободительную миссию в масштабах всей Османской империи. Это был проект Троцкого. Кстати, вот здесь тоже не прописаны сюжеты. Почему? Дело в том, что когда в 1929 году высылали Троцкого из Советской России, Сталин почему-то разрешил ему вывести все архивы. Вот сейчас историки, я вот копался в архивах, практически нет ни одного документа, который бы обозначал вот этот сюжет. А вот в Гарвардском университете, где хранятся фонды Троцкого, их описывал Юрий Фельштинский, знаменитый, наверное, вам исследователь, бывший наш советский историк. Но он другие брал сюжеты, но, в общем, этот фонд сохранился. Но наши тюркологи, наши историки почему-то этот сюжет
игнорируют. Ну, речь шла о создании Тюркской конфедерации социалистического типа и так далее. И, кстати, эта доктрина была разработана не Троцким, как сейчас выясняется, мы выяснили, как я работал вот в Ленинградском военно-историческом архиве, в фондах наместника Воронцова-Дашкова. Там, кстати говоря, прописаны все эти сценарии действий Российского генерального штаба по подготовке к Первой мировой войне, когда отрабатывались доктрины пантюркизма. Доктрина пантюркизма сводилась к тому, что если англичане занимались сепаратистским движением арабских племен, или, как писали в Османской империи, развал, то на долю России выпало разыгрывание тюркской карты. Почему? Потому что 20 миллионов в тот момент в Российской империи проживало мусульман, и все они были тюрками. И отсюда внесение многоэтническую, многоконфессиональную империю, Османскую империю тюркизма, это означало распад. Вот не случайно после того, как турки восприняли эту доктрину, это была импортная доктрина. Поддержали дашнаки, поддержали армяне, поддержали греки. И вот оттуда, кстати говоря, пошла эта цепочка по фрагментации Турции, которая, в общем-то, обернулась в конечном счете трагедией 15 года для самих армян. Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ ամեն ինչ պարզ եւ ճշմարիտ։ Սիրելի բարեկամներ, իսկ հիմա եկեք տեսնենք, թե այս մեր այսօրվա տխուր իրականությունում Զանգեզուրի միջանցքը Թրիմփի ուղին, այդպես ասած, ով է կուրիռը տանելու։ Կուրիռը անելու ազգությամբ Սոկոլով ամերիկական բիզնեսի պետական գործիչ։ Այսինքն Թրամփը հավատացել է այդ բանը պարոն Սոկոլովին, բայց ոչ մի նորություն չէ, ասենք ոչ մի սենսացիոն բան, բայց այս Սոկոլովը հեչ Սոկոլովի նման չի։ Եթե չեք հավատում, տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ։ Սոկոլովի նշանակումը Trip Plus հիմնադրամի ղեկավարի պաշտոնում վերլուծաբանների մի մասը կապում է Թրամփի բիզնես մոտեցման հետ, ընդգծելով Սոկոլովի եւ Միացյալ Նահանգների նախագահի միջև եղած կապերը։ Մյուս կողմից նրա ռուսական ծագումն ու Հայաստանում ունեցած տնտեսական ներկայությունը նոր հարցեր են առաջացնում։ Արդյոք դրանք կարող են որևէ ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա։ Թրամփը լինելով բիզնեսմեն եւ շատ լավ հասկանալով այս ամենը, ինքը միանգամից մի քանի հարց է փորձում լուծել։ Մոսկվայի ներգրավմամբ առաջինը ստանալ Մոսկվայի բարեհաճությունը, երկրորդը Մոսկվայի ներկայացվածությամբ ապահովել Իրանի հանգստությունը, այս խնդրում, որ սա չի լինելու հակաիրանական, եւ երրորդը Մոսկվայի եւ Իրանի համաձայնությամբ ապահովել Չինաստանի լուր համաձայնությունը, որ ամեն դեպքում իր շահերը եւս հաշվի կառնվել ապագա տրանսպորտային միջանցքում։ Սիրելի բարեկամներ, եթե դուք տեսաք այդտեղ ինչ-որ Սոկոլովի կամ Իվանովի կամ Ռեդկինի, ապա ուրեմն ես ընդհանրապես չեմ ճանաչում ռուսա ազգին եւ Ռուսաստանի Դաշնությունում ապրող սլավյանսկի ժողովրդին։ Ջհուդ, ոտից գլուխ ջհուդ։ Եվ այդ ջհուդը գալիս է Սոկոլով ազգանունով Թրիմփի ուղին վերահսկելու, կոնտրոլիրը տանելու եսիմ ինչի։ Ես որ ասում եմ ջհուդներն են, ջհուդները թե ժամանակ բոլշևիկյան Հայաստանում ջհուդները, թե հիմա կրկնվում է, պատմությունը կրկնվում է։ Իսկ որպեսզի դուք իմանաք, թե ինչի եմ ես ասում կրկնվում է պատմությունը, այն ժամանակները մինչև հեղափոխությունը ադրբեջանցիներին անվանում էին թաթարներ։ 1905 թվականին եւ 1906 թվականին մեծ ջարդեր են եղել Բաքվում, Երևանում, Թիֆլիսում եւ այլն, եւ այդ բախումները եղել են հենց հայերի ու ադրբեջանցիների միջև, որի մասին որ հիմա սրանք ասում են խաղաղություն է լինելու։ Դարից ավել անցել է, դա ամեն ինչ շարունակվում է, ամեն ինչ կրկնվում է։ Իսկ ինչ ա եղել այն ժամանակ եւ ինչի են սրանք ուզեցել կործանեն, մորթեն հայ ազգին, հաջորդ տեսահոլովակը խնդրեմ։ В 1905-1906 годах в Баку, Нахидживане, Шуши, Тифлисе, Ереване и ряде других мест Закавказья произошли армяно-татарские столкновения, получившие широкий резонанс как в местной, так и в международной прессе. Авторитетное американское издание The New York Times в статье «Ненависть мусульман к армянам» писало, что главной причиной столкновений была ненависть мусульман к армянам. В
В статье отмечалось, что в основе этой вражды лежало преобладающее положение армян в сферах торговли и промышленности Кавказа, что, по мнению издания, еще больше усиливало недовольство и ненависть татар. В то же время подчеркивается, что армяне, осознавая угрожавшую им опасность, подготовились и в ходе столкновений при необходимости смогли эффективно защищаться. Однако татары, по-видимому, поставили перед собой цель уничтожить армян, убивая их, разрушая их деревни, дома и церкви, заключило издание. Նույն բանը նախանձության աստիճան հայի ուղեղը ոչնչացնելու համար եւ պլյուս դրան բոնուսով տարածքները։ Սիրելի բարեկամներ, բայց ամենատխուրը գիտեք որն է, որ կան գեներալներ, որոնք Արցախյան առաջի պատերազմի ժամանակ են ստացել Տրուսիկ Գագոյի մասին է խոսք, այո, որ թիկունքը դրեց ծբխեց, բանակը քանդեց, Վագն Ալեքսանյանին առանց Տրուսիկ թողեց, այդ Գագոյի մասին է խոսքը։ Հիմա տեսեք այս չկայացած մարդուն, այսինքն որպես մարդ նա չի կայացել, ընդամենը նրան ծխելով, ձևելով բերել են։ Տեսնենք ինչ ասում Տրուսիկ Գագոն, խնդրեմ։ Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, վերջապես ինչքան պետք է ասես, որ մարդը ուղեղ մտնի, որ դրանց ուղեղը մտնի։ Դա ադրբեջանական գյուղերը, որ սովետական տարիներին ապրել են ադրբեջանցիներ այդ գյուղերում։ Ադրբեջանական սահմանն է իրան, բանը տարածք։ Եթե հանկարծ վեճ էր լինում երեխա ժամանակ, որ կռվում էինք, ինչ որ բանի հայ ու թուրքի հետ կռվում էինք։ Թուրքի մոլլան կանչում էր, ժողով էր անում, մթնով, գիշերով, հավաքում էր, քանի անգամ ես թաքուն գաղտագողի մասնակցել եմ դրանց հավաքներին, ասում էր, քանի կարակ խելոք մնացեք, սուս մնացեք, հային փիշի արեք։ Չեք տեսնում, ամեկը մի երկու երեխա ունեն, դուք 5-6-ը ունեցեք, մի 50 տարի հետո մենք մեկ քանակով սրանց կանցնենք։ Հիմա մի քիչ գամ դեպի այս կողմ, Հեյդար Ալիևը, Իլհամի հայրը, դեռևս Ղարաբաղյան, Արցախյան ազատամարտի նախորդին, չգիտեմ, մեր Բեռնախավը գիտի թե չէ, ասել էր, «Էլչի բեյը սխալ է թույլ տալիս, ավելի լավ է մենք Ղարաբաղը տանք Հայաստանին, բայց Հայաստանի ադրբեջանցիները չներգաղթեն Ադրբեջան։ Մնանք մենք մի 50 տարի հետո մեծամասնություն կկազմենք եւ Հայաստանը խաղաղ ճանապարհով կտիրենք։ Հիմա հազիվերջներից ազատվել ենք։ Նորից 300,000 բերենք։ Հիմա ուզում եմ ասեմ այ Գագո, այդ Տրուսիկ գողցող։ Դու մի սկան գոնե մեջդ մարդկային չկա, այդ քո մարտական ընկերներ որ զոհվել են, լեզուդ ոնց է ֆռում այդ կամ բան ես ասում։ Կամ եթե քո այդ դեռահաս ուղեղում չի հասնում, քո լոգիկայով խոսամ, ուրեմն ինչու է հայաթափվել Արցախը, այնտեղ արցախցիներն են ապրել։ Նախիջևանը, Գանձակը, Բաքուն հայեր եղել են մեծամասնություն։ Բայց որ խոսում ես, դες բլ տեսնում ես, իսկ դուզ գունի բառերն չես կարող ասես, այ անգրագետի մեկը։ Դրանից խոսա։ Քանի միլիոն դոլար ես լապամանից, որ այսօր տենց ես խոսում։ Դադի տու, են ջիպերիդ, միպերիդ, առանձնատներից, կվարտիրեկիդ, սա քանենք ջրիեր ես, դու պրոբլեմ չունես։ Հիմա է դրելա, դրանք թուրքական հողեր են։ Եթե քո լոգիկայով լինի, խնդիր չկա։ Արծվաշենը մերն է, հա, տվեք արծվաշենը։ Այդ տղա, ջերմուկում մինչև հիմա թուրքերը նստած են, ես ինչ եք խոսում դուք։ Մինչև հիմա մեր տղեկը գերության մեջ են, ինչից եք խոսում։ Մինչև հիմա անհայտ կորած երեխեք ունենք, տղեկ ունենք, աղջիկներ ունենք, ինչից եք խոսում։ Թե դուն էլ գնացիր մի երկու անգամ պապազար Նիկոլի հետ դզբեղ քաշեցիր, հիմա քեզ դերես լավ տղուտ է, հա։ Այդ հայլուն մեջ նայի քեզ, յարա, զզվանքս գալիս է, որ քո ռոժը տենում եմ։ Իսկ ձեր դաստիարակած մարդիկ գիտեք ով են։ Գագո, Տրուսիկ Գագո, գիտես։ Թե չգիտես։ Ենքո Վագն Ալեքսանյանը որ Տրուսիկ տալելու կլես, այս տեսահոլովակը ցույց տու։
Սիրելի բարեկամներ, հես են իրանց կոնտինգենտը, խնդրեմ տեսահոլովակը։ Добрый вечер, господин президент Азербайджана, многоуважаемый Ильхам Алиев. Я гражданин Армении. Я хочу отказаться от гражданства Армении. Прошу вас мне предоставить гражданство Азербайджана, чтобы я смог посетить город Баку, увидеть своих моих любимых, родных людей, которые меня оценили. И я в дальнейшем хочу жить в городе Ханкинди. Заранее огромное спасибо. Люблю, уважаю и ценю мой любимый азербайджанский народ. Спасибо. Հես եք դուք, հույսերը դրել եք սրանց վրա, արդեն քաղաքացիությունը պետք չի Հայաստանի Հանրապետության։ Ինչպես հիշում եք, լայն տարածում եղավ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության օրը, երբ որ 13-10 հոգով, չգիտեմ, դա այդքան էլ կարևոր չի, Գագիկ Ծառուկյանին 70 տարեկան մարդուն Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին տապալում էին գեդին։ Եվ տապալումերով մեր հիանալի ԱԾԾ-ը, ինչա ոբժը։ Հիմա տեսեք ինչ է ասե Արցախյան պատերազմի ժամանակ այդ մեր լեգենդար ԱԱԾ-ի մասին Արայիկ Հարությունյանը, Նիկոլի Արայիկ Հարությունյանը, Արցախի նախագահ, խնդրեմ։ Իդեպ ուզում եմ իդեպ պատմել։ Այդ օրը, երբ որ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, Հայաստանի Հանրապետությանից եկած ազգային անվտանգության մեր ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները եւ նաեւ Արցախից հրաժարվել են գնալ եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասեմ, ձեր առջև ես եմ գնալու, ձեր առաջ ես եմ գնալու։ Ստացել են բացասական պատասխան։ Չեն եկել։ Թողել են երկրի նախագահին մենակ, առաջնագիծ գնալու ժամանակ։ Իհարկե դրա մասին այսօր արտահայտում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտել։ Կհարցնեք Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին։ Ինչպես եմ մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ, գնում ենք առաջնագիծ, որտեղ զորքի մի մեծ մասը գտնում է առաջնագծի ամենաառաջնային մասում, իսկ թիկունքը բաց էր։ Կհարցնեք, ինչ պատասխան են տվել երկրի նախագահին։ Տղեկ ջան, ցավները տանեմ։ Այդ ձեր դուխը մենակ հերիքում է հայի վրա, ոնց որ Նիկոլինն է հայի վրա, ելնում է Նիկոլը ձեր եթում արտասաբան դառնում է կուրկուրի ձակ։ Սաղի դեմը կզած մանագալի։ Ամերիկա, Ռուս, Եվրոպա, թուրքերի դեմ вообще են ռուս որ ասում է սամբոխ վիլել։ Ես դուք էլ եք դենց, ես չեմ ասում, Արայիկ Հարությունյանն ասում։ Ես փախել եք, հա վախտին։ Վախեցած եք։ Ձեզ հայ է պետք, թե դուք էլ հայ չեք։ Հարց, ընդամենը հարց։ Ոչ մի անձնական բան։ Ուզում եմ, որպեսզի դուք տեսնեք, թե մարդիկ ազգությամբ ոչ հայեր ինչպես են վերաբերվում Արցախին եւ ընդհանրապես հայ ազգին։ Առաջի մարտը մի հիանալի պատմաբան, տեսնեք ինչ է ասում, ինչ հիացմունքով է խոսում հայ ազգի մասին, իսկ երկրորդը ուղղակի սպորտսմեն, մարտիկ, ինչ է արել, որպեսզի հետաքրքիր լինի, ավելի լավ է տեսնենք այս երկու տեսահոլովակը, խնդրեմ։ Армения не может не нравиться. Армения – это изначально цивилизованная страна. И мне очень жаль, что очень многие большие интеллектуалы из Армении уехали, в первую очередь по причине геноцида армянского народа на территории Османской империи. Да? Значит, я, естественно, очень сожалею, что за Тиграном II в первом веке до новой эры, который смог объединить 26 армянских княжеств и, значит, так сказать, создать великую Армению, и что после смерти, к сожалению, не нашлось ни одного человека, который бы это величайшее достижение смог бы закрепить. Нифига у тебя Карабах нарисован, блин, здесь. Да. Расскажи-ка почему. Дай-ка. Расскажешь или нет? Да, конечно.
когда конфликт начался определенный, у меня, во-первых, в окружении очень много, друзей армян, я, тренируюсь, и, даже знаю, что же. Вот, и, я переживал очень сильно за эту тему. Вообще, в принципе, у меня все татуировки, которые на теле, они в определенный период времени сделаны связаны с определенными, переживаниями. Я действительно... Это у тебя последнее событие или когда ты делаешь? Да, это вот когда было, последнее событие. Я считаю, что это все неправильно. Не должно было такого быть, поэтому вот так, мои сопереживания армянскому народу вот здесь вот. Очень круто, вообще. Նույնապես խնդրում եմ մեկնաբանեք ինքներդ։ Այլ ազգի մարդիկ ինչ են անում։ Մարմինի վրա պապիկի ու բաբոյի Արցախի նակոլկայի անում մարմինի վրա Արցախը հիշելու, որպես իր դառը պատմությունը իր կյանքից մեկը ռուս մարդն է անում։ Իսկ մերոնք Մասիսարը պետք չի, մեր խաչերը պետք չեն, եկեղեցիները պետք չեն, ոչ մի բան պետք չի։ Դրա համար եմ ասում, մեկնաբանեք ինքներդ, մտածեք, թե ոնց կարելի է ուրիշ ազգի ներկայացուցիչը հիանում է հայ ազգով, իսկ մեր այդ որ նախկինում ցույց տվեցի մի քիչ առաջ, այդ ոչնչությունները այսօր երազում են ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն եւ ապրեն ոչ թե Ստեփանակերտում, այլ Խանկենդիում, լեզուտե չի ֆռում ամբարոյակալի ծնունդ, գոնե Ստեփանակերտ ասա։ Սիրելի բարեկամներ, ինչ ուզում է իրանք անեն, ոնց ուզում է իրանք անեն, միևնույնն է, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը գնալու է առաջ, անելու է հեղափոխություն, որի մասին որ խնդրել է Նիկոլ Փաշինյանը։ Մենք զբաղվում ենք, ես վստահ եմ ձեզ ասում, ուղղակի հեղափոխությունը դա այնպիսի մի բան է, որ պետք է լավ պատրաստվել այդ հեղափոխությանը։ Պետք չի որ մեկ անգամ եւս հիասթափություն ապրի հայ ազգը։ Մենք կոմունիստները sense դրանով ենք տարբերվում մնացածին։ Վաղը կոչ անեմ ժողովուրդը հելլի, ասի հավատա, վստահի մեր ուժին, մեր կոմունիստերին հելեն եւ ասեն ընկեր Ֆարմանյան, ինչ եք անում։ Հետո ինչ ենք անում, հեսա եկել ենք 100,000 հոգի մարդ ենք, ինչ ենք անում։ Իսկ Արտուր Ֆարմանյանը ինչպես անուններ չտամ, մի քանիս ասենք 20 րոպե ենք տալի քեզ Նիկոլ Փաշինյան, կես ժամ ենք տալի քեզ Նիկոլ Փաշինյան, վերջում է ասի Աստված բոլորիս պահապան, բարի գիշեր, հանդիպենք վաղը։ Դա մերը չէ, մենք անելու ենք մեկ անգամ եւ վերջնական։ Օրենքի սահմաններում, որը որ թույլ է տալի մեզ սահմանադրությունը։ Դրա համար պետք է մտածել եւ լավ ուսումնասիրել սահմանադրությունը եւ օրենքը։ Իսկ ինչ վերաբերվում է թե մեր ազգի մեջի պատրիոտները կան, չկան, հիասթափված մարդիկ շատ են, թե շատ չեն, ես ուզում եմ ձեզ վստահ ասել, ինչքան է Նիկոլասի սարը մերը չի, Մասիս լեռը մերը չի, ինչքան ուզում է մեր զինանշի վրայից հանեն Մասիս լեռը, բայց իրական հայերը գնում են Մասիս լեռ, հելում են Մասիս լեռի գագաթին եւ նվագում են հայկական երաժշտություն, հայկական դհոլով, որպեսզի սրանք չասեն լկտի սուտա, խնդրեմ այս տեսահոլովակը։ Ես քուլի մեթն չեմ գիտի, ջավահիր քարի նմանից, տեսնողին մեջ լում կուշինից, լեյլուդի թարի նմանից։ Առաջին անգամ պատմության մեջ Արարատի գագաթին 5137 մետր հեռավորությամբ վրա կհնչի հայ ազգային նվագարաններից դհոլ ազգային գործիքը։
Ավելացնելու բան չունեմ, միայն ուզում եմ ասեմ բրավո հայեր ջան, բրավո։ Մենք դեռ Մասիս դեռան գագաթին լավ խմբով մենք կպարենք հայկական քոչարին։ Ես համոզված եմ, մեծ հայկը լինելու է։ Այսօր այս կանը սիրելի բարեկամներ, հույսով եմ, որ դուխերը տեղնա, նիկոլական դուխերը չէ, մեր համարձակությունը, ներողություն տեղնա, հույսով եմ, որ հավատքը մեջներդ եռում է, հույսով եմ, որ վրեժի ծարավը ձեր մեջ եռում է, և ուզում եմ ասեմ հետևյալը, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցես դու հայ մարդ, կեցցես դու հայ ազգ, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե ջավախքը հայությունս, կեցցե Արցախը հայությունս, կեցցե հայկական Արցախը, Նիկոլ Փաշինյան, Տրուսիկ Գագո, հայկական Արցախը, կեցցեք դուք մեր ավակ քույրեր և եղբայրներ, մեր տարեց մարդիկ, պինդ եղեք, ամուր եղեք, ամեն ինչ լինելու է գերազանց, չկասկածեք, դուք դա վայելելու եք։ Այսօր այս կանը ստեսություն սիրելի բարեկամներ, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս իրականում պահապան։